Բարև ձեզ, սիրելի երեխաներ։ Ես Վարդան Այգեկցին եմ, միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ։ Սիրելի երեխաներ, ես ձեզ կներկայացնեմ իմ առակները։ Առյուծը, գայլը եւ աղվեսը։ Առյուծը եւ գայլը եւ աղվեսը եղբայր եղան եւ որսի ելան, եւ գտան մի խոյ, նի ոչխար, որ է մաքի եւ նի գար։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը, եւ գայլն ասաց. Ով թագավոր, Աստված արդեն բաժանել է։ Խոյը քեզ, մաքին ինձ եւ գառն աղվեսին։ Եվ առյուծն բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին եւ դուրս թռան գայլի աչքերը, եւ նա նստեց եւ դառն լաց եղավ։ Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ։ Եվ աղվեսն ասաց. Ով թագավոր, Աստված արդեն բաժանել է, խոյը քեզ ճաշին, մաքին քեզ հրամենքին եւ գառը քեզ ընթրիքին։ Եվ առյուծն ասաց. Ով խորամանկ աղվես, քեզ ով սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։ Եվ աղվեսն ասաց. Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան։ Առակս կցուցանե, որ խորամանկությունը կարող է ազատել փորձանքից։